Նախ մի առակ եմ ուզում պատմեմ։ Ասում են, որ մի թագավոր ծառային կանչեց եւ մի հայերեն յաշիկ են ասում արկղին, դրեց, ասեց, որ հանկարծ ես գնում եմ առավոտը, իրիկունը հետ եմ գալու, այս արկղը չբացես հանկարծ։ Թող մնա, հանկարծ չբացես, չտեսնես ինչ կա։ Այս պատվիրանքը տվեց ու ինքը գնաց։ Ծառան մի ժամ սպասեց, 2 ժամ, հետաքրքրությունը շարժեց, մտքեր եկավ ու սկսեց հետաքրքրությունը շարժվել։ Յանի թե ինչ կլինի, որ բացեմ նայեմ։ Հո թագավորը որ եկավ, ինչ է իմանալու, ես նայել եմ, թե չեմ նայել։ Ու իր հետաքրքրություն շարժված 2 ժամ է դիմանում, հետո որ բացում եմ, մեջին մի հատ շատ սիրուն ծիտիկ է լինում, թռնում է գնում, խառնվում։ Դե երբ որ արդեն թագավորը գալիս է, բնական է, շատ դաժան պատժի է ենթարկում այդ ծառային։ Ես երբ որ այս առակը լսել էի, միանգամից հիշեցի Տիրոջ պատվիրանքների վրա, երբ որ Աստված մեզ պատվիրանք է տալիս, ասում է, որ այս պատվիրանքը կատարի։ Ուրեմն, երբ որ Տերը կգա, իմացեք, որ բոլոր մարդկությունից հաշվետվություն է վերցնելու։ Բոլորիդ հանձնարարություն ունի տված։ Ամեն մեկը նայեցեք, թե ինչպես եք ձեր այդ ծառայությանը նայում։ Աստված հանձնարարություն է տվել բոլորին։ Բոլորին ծառայություն է տվել եւ համապատասխան ծառայության պարգևներ է տվել։ Հայտնության 3-րդ գլխի 11-12 խոսքերը ուզում եմ բացանենք։ Ահա շուտով գալիս եմ, պահիր ինչ որ ունես, որպիսի ոչ ոք չառնի քո պսակը։ Հենց ստեից էլ քարոզ եմ վերնագիր եմ դրել, պահիր այն, որ ունես։ Պահիր այն, ինչ որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը։ Այն, ինչ որ Տերը պատվիրել է քեզ, դրա դիմաց պսակ կա, դրա դիմաց վարձատրություն կա։ Այն, ինչ որ Աստված հանձնարարել է քեզ, բոլորիս հանձնարարություն ունի տված։ Ինչ որ հանձնարարել է, դրա դիմաց հատուցում կա Աստծուց։ Շատ լավ։ Եվ ուզում եմ, որ մի փոքր շարունակենք, որտեվ ասում է, հաղթողին իմ Աստծո սրբարանի սյուն պիտի դարձնեմ եւ նա այնտեղից այլևս դուրս չի գալու եւ նրա վրա պիտի գրեմ իմ Աստծո անունը եւ իմ Աստծո քաղաքի անունը։ Նոր Երուսաղեմի, որ իջնում է երկնքից, իմ Աստծուց եւ նրա անունը նոր է։ Նրան եւ իմ նոր անունը, լավ, այսպես գրենք։ Հետաքրքիրը անմիջապես այն որ հանձնարարում է, ասում է, այն որ հանձնարարել է, այն որ պարուչավ է, այն որ հանձնարարել է, եթե դա կատարես, ու բացատրում է, որ ով որ հաղթի։ Այսինքն Աստծո հանձնարարածները եթե դու կատարես, դու հաղթող ես։ Քո հաղթանակը նրա մեջ է, որ կատարես այն ինչ որ Աստված քեզ հանձնարարել է։ Ինչ որ հանձնարարել է, եթե դա պահես, սա է քո հաղթանակը։ Լավ, Աստված օրհնի, եւ շարունակեմ, Եբրայեցիս 12-րդ գլխի 15-ից 17 խոսքերը։ Զգույշ եղեք, չլինի թե որևէ մեկը զրկվի Աստծո շնորհքից։ Դառնության արմատ աճելով, թող ոչ ոք նեղություն չտա, եւ նրանով շատերը չպղծվեն, եւ չլինի թե որևէ մեկը անառակ լինի, պիղծ լինի, ինչպես Եսավը, որ մի աման կերակուրի դիմաց իր անդրանիկությունը վաճառեց։ Գիտեք, որ թեև հետո ուզեց ժառանգի օրհնությունը, բայց մերժվեց, քանի որ ապաշխարության հնարավորություն չգտավ, հակառակ նրան, որ արտասունքով փնտրեց այն, թեև խնդրեց արտասունքով, որ նորից ապաշխարի, չկարած։ Մի հատ ուզում եմ հիշենք, թե ինչպիսի հանձնարարություններ էր տալիս Տերը եւ փորձենք տեսնենք, երբ որ մի հարուստ մարդ ասма հարսանիքի կանչեց, ինչ պատճառներ էին գտնում, որ չգային։ Եկեք մի քանի հատ թվարկենք։ Արտը, այսինքն դա կարանք ասենք աշխատանքը։ Հա? Աշխատանքը պատճառ էր, երկրորդը այո, ընտանեկան պայմանները կին առնելը, հա? Եվ երրորդը
Բերեք, ասենք, եզեր առեք կամ մեքենայր ուներ, վերջապես նյութական կամ ինչ-որ մի բան, որ առել եմ, ինչ-որ մի բան եմ առել, դրա պատճառով չեմ կարող գալ։ Շատ եմ խնդրում ես պահը նորից ուշադիր լինենք։ Այսինքն, կարող են Աստծուն մերժել, որ գործի եմ, գործ ունեմ, դրա համար չեմ եկել Աստծուն։ Գործ պատճառ համարելով չեն անում Աստծո պատվիրանքը։ Եթե դու աղոթում ես, եթե դու Սուրբ Գիրք կարդում ես, բայց պաշտամունք չես գալի, ընել է Աստված պատվիր է, էս էլ է պատվիր է, որ են պատվիրանքները կատարում ես, բայց այս մեկը չես կատարում, կարծում ես, թե Աստծո պատվիրանքները կատարում ես, ոչ, դու մերժում ես Աստծուն, աշխատանքի պատճառով մերժեցիր Աստծուն, դու կասես այդպես չի, բայց ցավալորեն այդպես է, և Աստված հատուկ հանձնարարություն ունի, ամեն մեկին, մեկը կարող է ընտանեկան պայմաններից բխած չգա եկեղեցի, կամ ընտանեկան պայմաններից բխած ինչ-որ մերժի Աստծուն, Աստծո կամքը կատարելու։ Ստեղ որ կարդում ենք, Եսավի մասին ասում է, զգուշ կացեք, չլինի որևէ մեկը զրկվի Աստծո շնորհքից, դառնության արմատ աճելով, թող ոչ ոքի նեղություն չտա, կամ մի քիչ ես թարգմանություն, զգուշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառնության արմատ չբուսնի եւ նեղություն տա, նրանով շատերը պղծվեն։ Այսինքն Աստծո շնորհքը եկեղեցուն է տրված եւ այս պատգամը հավատացյալների մասին է։ Ասում է զգուշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի այդ շնորհքից։ Սա անհավատների համար չի ասում։ Որ չլինի մի դառը արմատ, այդ դառը արմատը կարող է լինել մի հատ սխալ ուսմունք, մի հատ ինչ-որ ուսմունք, որը որ գա եւ ավիրի, որ դու մերժես Աստծո կամքը կատարելուց, որ մի սխալ ուսմունք հայտնվի եւ քեզ արգելի, որ դու այդ շնորհքից, Աստծո այդ շնորհքից հետ մնաս։ Դրա համար ինչ ասում է, զգուշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի Աստծո շնորհքից, որ մի դառը արմատ դուրս չգա ու համեմատություն անում, ինչպես որ Եսավը, որ մերժեց, շարունակության մեջ է գրված 16 խոսքում, Եսավը, որ մի կերակուրի համար իր անդրանիկությունը ծախեց եւ այն ինչ որ իր բաժինն էր, ինքը կանչված էր առաջինը լինելու Եսավը, բայց ինքը չմնաց իր անդրանիկության մեջ, մի աման սուպով իր անդրանիկությունը վաճառեց։ Լսեք, ամեն մեկիդ եմ ասում, ռուսականն էլ ասեցի, Ռուբեն, քեզ եմ ասել, բեր քեզ էլ միջև վերջ ասեմ, քեզ Աստված դրել է քո դիրքում։ Հիմա այս պահին, այդ քեզ է հանձնարարված, ոչ մի բանի հետ չփոխես, տղա ջան, ոչ մի բան թող չկարողանա քեզ պատճառ լինի, որ դու ասես, էլ ես չեմ նվագում։ Ոչ մի պատճառ չի կարող լինել, սիրելի փառաբանության խումբ, որ դուք ասեք, մենք էլ չենք ծառայում։ Սիրելի տնային խմբակի ավակներ, ես ձեզ ասում եմ, ոչ մի պատճառ չի կարող լինել, որ դու ասես, էլ ես չեմ ծառայում։ Սիրելի եկեղեցի հաճախողներ, ոչ մի պատճառ չի կարող լինել, որ դու ասես, ես էլ չեմ ուզում հաճախեմ։ Լսեք, եկեղեցի չհաճախելու պատճառ չի լինում։ Արմատը պիղծ մի բան է, որ դուրս է գալիս եւ ավիրում է քեզ քո հասկացողությունը եւ խավարացնում է քո միտքը։ Հասկանում ես? Եվ թող ասма մի դառը արմատ վեր չկենա, որ պղծի քեզ, որ քո անդրանիկությունը վաճառես։ Թող տենց մի բան չլինի, որ մի սխալ ուսմունք գա ու դու կարողանաս դրան տրվել ու թողնել այն ինչ որ քեզ էր հանձնարարված։ Եվ մեկ էլ ռուսերենում ասեցի, ստեղ ասեմ, մեկ էլ մի օր կտենաս, որ ամեն բան անցել է ժամանակը, ռուսերեն սենց ասում ժամանակ պրաֆուկլ էլ է, հա, վրեմյա։ Այդ ժամանակը բաց ես թողել, անցել է արդեն։ Հա,
Գիտեմ ես, մտածված եմ ես ասում, Գրիչյան, մտածված եմ տենց ասում, որ մնա հիշողության մեջ, այն որ ժամանակը տանուլ ես տվել, կրվել ես, անցել այդ ժամանակը տանուլ տվեցիր, դու քեզ թվում է միշտ երիտասարդ ես մնալու, այն որ քեզ հանձնարարել էր Աստված ու դու չարիր, ասма չլինի թե քո փոխարեն մեկ ուրիշը վերցնի, մի հատ էլ բաց արեք, առաջին Թագավորոս 15:28-ը, Սամվելն ասեց նրան, Տերն այսօր քո վրայից վերցրեց Իսրայելի թագավորությունը եւ այն տալու է քեզանից լավ մեկին։ Սավուղ, ինչի համար, Սավուղ ջան, քեզ էր տրված այդ ծառայությունը, քեզ տրված էր ամենամեծ պատասխանատվությունը, Իսրայելի վրա թագավոր պետք է լիներ։ Պատկերացնում ես, եւ եղավ թագավոր, ամենաբարձր դիրքին էր աներ Աստված։ Բայց քանի որ հավատարիմ չգտնվեց, դա այդ տղա ջան, թագավորության մեջ մնա, քո գործն արա, ինչ գիտեր պետք, վեր կացար գնացիր Սամվելի մարգարեի գործն անելու։ Գառները սկսեց մորթել, տեսավ Սամվելը ուշանում է, ինքը սկսեց ինքը այդ գործողությունը անել։ Եվ Աստված ասեց, այսօր քո թագավորությունը քեզանից վերցվելու է եւ տրվելու է քո ընկերին։ Քեզանից Տերն այսօր քո վրայից Իսրայելի թագավորությունը պատռեց եւ տվավ նրան քեզանից լավ ընկերիդ։ Հիմա երբ որ ասում եմ այն որ քեզ հանձնարարված էր, դրա մեջ հավատարիմ մնա։ Վերնագիրը ոնց էր քարոզի։ Ասել եմ պահիր այն, ինչ ունես։ Պահիր այն, ինչ ունես։ Որովհետև եթե չպահեցիր, թռչունը թռնելու է։ Երբ որ թագավորի առաջ կանգնես, պատասխան չես տալու։ Պատասխան չունես տալու։ Ես մտածում եմ, այդ ծառան ինչ պիտի պատասխան տար իր թագավորի առաջ։ Ասեր ինչ եմ արել։ Քեզ հանձնարարել էր, չբացես։ Սա հանձնարարված էր քեզ, չբացես։ Բայց քո հետաքրքրությունը շարժեց։ Գիտես, Աստված քեզ հանձնարարել է, որ հավատարիմ մնա, քո այն բաժնի մեջ, ինչ որ քեզ է հանձնված։ Այդ եթե չես անում, ժամանակը ձեռիցդ բաց ես թողում։ Մի հատ ցես բան կառուսան, ասում է, «Святая место пусто не бывает»։ Ժողովուրդ, անփոխարինելի մարդ չկա։ Դու չլինես, քո փոխարեն պատրվեցավ քոնը եւ կտրվի քո ընկերոջը։ Բայց քանի որ քեզ է հանձնարարված, առաջնեկը դու ես։ Քո առաջնակությունը քեզ է հանձնարարված, քո առաջնակությունը ձեռիցդ չտաս։ Որովհետև Աստծո աչքերին դա անառակություն է, պղծություն է։ Երբ որ մեկին տեսնում ես, որ ես եղբայրներից էլ, քույրերից էլ հաճախ լսում եմ, որ անցյալում ես sense ծառայող եմ եղել, բաց ես թողել։ Նորից կներեք պրաֆուկլ այդ բաց ես թողել, ժամանակը ձեռքիցդ տվել ես։ Ցիտիկը թռել է։ Եսավը հետո գիտեք ինչ արեց։ Ասում է լացով 29 խոսնար, հա, էդի որն էր այն Եսավի բանը, Եբրայացիս։ Չէ, թագավորած չէ։ Եբրայացիս թղթերում որ գրած էր։ Եվ որովհետև գիտեք, որ թեև հետո կամեցավ օրհնությունը ժառանգել, բայց մերժվեցավ, որովհետև ապաշխարության տեղի չգտավ, թեև արտասունքով խնդրեց նրան։ Հետո ուզես նորից, չեմ ասում փրկությունը, չէ, փրկության հարցը Տերը որոշել է։ Չեմ ասում փրկությունը ձեռիցդ տվիր, ոչ, այդ չեմ ասում։ Առաջնակությունը ձեռիցդ տվեցիր։ Այն որ քեզ էր հանձնարարված, քո բաժնի մեջ հավատարիմ մնա։ Գուցե եւ այդ ժամանակը կորցնես եւ Եսավի նման չգնահատես այն ինչ որ քեզ էր հանձնարարված, թե մտածում ես թեթև բաներ, Հովիվն ասել էր կգնաս ջրի հարցը կլուծես։ Սա այս պահին քո համար առաջնակություն է։
Եթե դու հանձնարարվածա տնային խմբակի օգնական, դա քո համար առաջնեկությունն է։ Եթե հանձնարարվածա մի պատասխանատվություն, դա քո առաջնեկությունն է։ Դրա մեջ հավատարիմ մնա, Աստված էլի կտա։ Աստված ավելիով կտա։ Գիտեք, ես ուզում եմ, որ հավատարիմ սիրտ ունենաս։ Ես մի հատ էլ բան էի գրել, բայց տեղը չեմ կարդում, ուղղակի հիշացնելու կարգով եմ ուզում ասեմ, որ ասեցի, մերժում էին հերթով, որ եկան ասեցին, թագավորը քեֆ էր կազմակերպել եւ ասեց գնացեք, հրավիրեցեք եւ սկսեցին հերթով մերժել։ Տեսեք, մենք ինչ պատճառներ կարող ենք ունենալ մերժելու Աստծուն, մերժելու այն հանձնարարությունը, որ մեզ տված է։ Ես ասեմ, միշտ չի լինելու։ Լավ, օրինակ ասենք եկեղեցու շենքը, որ սարքում ենք, հո միշտ եկեղեցու շենք չենք սարքելու։ Չէ՞, այս որ սարքեցինք, պրծանք, այդ ժամանակը էդ էր։ Հետո էլ դրա կարիքը չի լինելու։ Մի անգամ իմ տարիներ առաջ էր, 25 տարի առաջ էր, պապաս մահացել էր, ես Մոսկվայում էի, եւ ընկերներիցս մեկը բերեց, մեծ գումար տվեց։ Մի գումար տվեց, որ ես կարողանայի դրանով գայի Հայաստան, ծառայություն անեի, պապայիս թաղում անեի, հետո հետ դառնայի։ Ասացի, չէ, էսի շատ է, այսքան ինչ ես նեղություն քաշում։ Ասաց աղա ջան, հիմա է դրա կարիքը։ Հիմա ունես դրա կարիքը։ Եթե 10 տարի հետո ես բերեմ այս գումարը քեզ տամ, դա ոչ մի արժեք չի ունենալու։ Բայց այս պահին դու դրա կարիք ունես։ Ես ուսանող եի։ Գիտես, այնքան կարևոր է ժամանակին ամեն բան անել ճիշտ։ Այն ինչ որ հանձնարարված է քեզ, ժամանակին արա, հետո այդ հնարավորությունը չես ունենալու։ Այդ ժամանակը քանի ձեռքիդ է ճիշտ արա։ Ինձ հասկացա, չէ՞ ինչ եմ ասում։ Իմ ամբողջ բանը սա էր, որ այն ինչ որ ունենք, պահենք։ Հա? Տենց չէր գրած։ Ահա շուտով գալիս եմ, պահիր ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնե քո պսակը։ Որտեվ եթե դու չանես, ուրիշ մեկն անելու, քո վարձքը գնալու է նրան։ Հաղթողը իմ Աստծո սրբարանում սյուն պիտի դարձնեմ, եւ նա այնտեղից այլևս դուրս չի գալու, եւ նրա վրա պիտի գրեմ իմ Աստծո անունը, իմ Աստծո քաղաքի անունը, Նոր Երուսաղեմի անունը, որ իջնում է երկնքից, եւ իմ Աստծո եւ նրա անունը, որ նոր է։ Սա այնա որ դու պահես, այն ինչ որ Աստծոց հանձնարարված է քեզ։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ, պինդ պահի այն ինչ որ ունես։ Կանգնենք աղոթքի եւ հայտարարություն կանեմ իք չետո։